Պուտինյան այցելության նախապատրաստական աշխատանքներին անդրադարձել ենք, թե ինչպես համատեղ ջանքերով ու բյուջեի սուղ միջոցներով հանկարծ Գյումրիում փողոցներ նորոգվեցին, բարեկարգվեց դրամատիկական թատրոնի շենքը, եղևնիներ, կանաչ խոտ, կարմիր գորգեր հայտնվեցին Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվին։ Կարելի է ասել, քողարկվեց քաղաքի աղքատությունն ու թշվառությունը։ Ռուսական պատվիրակության այցելությունից րոպեներ առաջ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակիցները եւս մեկ անգամ մաքրել տվեցին թատրոնի դահլիճը, իսկ դրսում հատկապես քաղաքի կենտրոնական հատվածներում գյումրեցին ականատես եղավ մի շարք տարօրինակ երևույթների։ Արգելված էր անցնել այն ճանապարհահատվածներով, որտեղով Վլադիմիր Պուտինն էր անցել կամ պատրաստվում էր անցնել։ Որևէ քաղաքացու տեղաշարժը բացառված էր։ Ոստիկաններն այս անգամ էլ ջանք ու եռանդ չխնայեցին։ Մարդկանց արգելված էր տներից դուրս գալ, պատուհաններից իրադարձություններին հետևել, անգամ լվացք փռել։ Թատրոնի շենքի տանիքում ու ամենափրկիչ եկեղեցու գմփետին կից հարմար տեղավորվել էին ռուս դիպուկահարներն ու վերևից հսկում էին ընդհանուր իրավիճակը։ Գյումրեցիները թեև դժգոհ են երեք քաղաքում ստեղծված ընդհանուր իրավիճակից, բայց սպասելիքներ ունեն։ Գաղափարությունը եթե նորմալ է, մենք հետագայում կտեսնենք, թե ինչ կկատարվի, ինչքան լավ կլինի։ Հələ մի օրը էլ չի անցել։ Մենք ուզել կսպասենք, կտեսնենք։ Ավտո որ կուկար Պուտինը, այդ վաղ սա ժողովուրդը շարվել են օրայան տեսնի, բայց չէին թույլատրել հերու գնացեկան վտանգություն։ Պիտի եղներ ամեն ինչ հասարակի մեջ, իմ կարծիքովս։ Իրավիճակն աննորմալ է համարում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Սեյրան Մարտիրոսյանը։ Բլոկադայի մեջ պահելն ըստ նրա խոսում է այն մասին, որ վախենում են ժողովրդի մեջ դուրս գալուց։ Արևմուտքում, ասենք արևմտյան երկրներում այցելությունների ժամանակ այդպես չէ։ Այնտեղ մարդկանց ժողովրդին ավելի շատ են վստահում, քան այն երկրներում, որոնց հետ մենք մեր բախտը հիմա որոշել ենք կապել, այսինքն մեր երկրի ղեկավարությունը։ Կարմիր գորգ ռուսաց թագավորի համար։ Թատրոնում երեք փռված նախագահական գորգերն այսօր արդեն հավաքվում էին։ Դա ըստ փորձագետ Համլետ Մոսինյանի արհամարանք է Սերժ Սարգսյանի կողմից սեփական ժողովրդի նկատմամբ։ Առաջին անգամը չի, հիշում եք մի քանի տարի առաջ կառավարությունն էլ արտագնան նիստ արեց, հետո սեղանները հավաքեցին տարան։ Կարծես Գյումրին այնպեսի հարուստ քաղաք է, որ հեշտ հրակարիքը չկա։ Եվ այդ գորգերը հնարավոր չէր մեր քաղաքապետանին նվիրել կամ հենց թեկուզ թատրոնին նվիրել։ Սեյրան Մարտիրոսյանը խնդիրը միայն այդ տեսանկյունից չի դիտարկում։ Նա ֆորումի պաշտոնական մասին, ինչպես նաև շրջայցերին հետևել է մանրամասնորեն։ Իշ տպավորությամբ Սերժ Սարգսյանի ելույթը աշակերտի հաշվետվություն էր խիստ ուսուցչին, թե ինչ է արվել երկրում եւ ինչ է արվելու առաջիկայում։ Սերժ Սարգսյանը գլուխը չէր խոնարհում, ինչեւ Պուտինը չխոնարհեր, մոմ չէր վառում, ինչեւ Պուտինը չվառեր, ծաղկեպսակը չէր ուղում ժապավենը մինչև Պուտինը, դրոշմանիշը աշխատում էր չմարել մինչև Պուտինը չմարել, մի խոսքով այդպես է նույնիսկ ծիծաղելի։ Դա խոսում է հենց իմացած այդպես բան ստրգամտության մասին, խոսում է այն բանի մասին, որ խոսքը հավասարների հանդիման մասին չէ։ Բացի այդ ըստ նրա, Պուտինն իր ելույթով ապացուցեց, որ նպատակադրումներն այստեղ բոլորովին այլ են։ Դրանք միայն Հայաստանի տնտեսական զարգացմանը չեն ուղղված, ինչպես Սերժ Սարգսյանն է ներկայացնում։ Ռուսաստանի Դաշնության նախագահն իրեն բնորոշ հատուկ մարտավարությամբ Գյումրիում քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ։ Հարավային Կովկասը միայն Հայաստանը չէ, եթե Պուտինը նկատի ունի, որ Հարավային Կովկասը ամբողջովին Հայաստանը պետք է դառնա ինչ-որ ենթատեքստ ուներ, հա, գուցեև, բայց դա չէ, եւ միանգամից ամբողջ տնտեսական կոչվածը հետ է գնում եւ երբ ասվում է, որ տնտեսական լուրջ ուսումնասիրությունների վերլուծությունների արդյունքում պարզվեց, որ սա է միակ ճիշտ ուղին։ Բնչի հայ ժողովուրդը չգիտի այդ վերլուծությունների մասին։ Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների իրենց նախագահի Հայաստան կատարած այցի մասին լուսաբանումներին, Սեյրան Մարտիրոսյանը նշեց, կատարվել է ոչ օբյեկտիվ լուսաբանում, ինչպես եւ սպասվում էր ներկայացվեց հայկական կողմի կախվածությունը Ռուսաստանից։ Փորձագետ Համլետ Մոսինյանը հավելում է, այդ ամենը Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պարագայում նորմալ է, դա նրանց սեփական շահերին չի վնասում։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալենյուս։